Պաշտպանական ոլորտում իրականացված թե ծրագրերի և թե ծախսերի մասով 2025 թվականը գերարդյունավետ տարի էր։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համեմատականներ է անցկացնում 2018 թվականի և 25-ի միջև։ 2018 թվականին Պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա 2018 թվականի հետ։ Իսկ 2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 միլիարդ դրամ, այն է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական զրոյական նախահեղափոխական տարվա հետ, այն առումով, որ շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր։ Նախորդ տարի ըստ Պապիկյանի նաև բարեփոխումների տեսանկյունից է կարևոր։ Մասնավորապես ժամկետային զինվորական ծառայության կրճատումը այն առանցքային բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ հանրապետության պատմության մեջ եւ ես չեմ կարող չանդրադառնալ սրան։ Այս համատեքստում ընդհանրապես պիտի անդրադառնամ այն քննադատություններին, որ հնչում են 1.5 տարի ժամկետային զինծառայության անցման նկատմամբ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու նրա մասին, որ 18 ամիս ժամկետային զինծառայության մասին նախ որոշումը ունեցել ենք դեռևս 21 թվականին, որը արտացոլվել է կառավարության 21-26 թվականների ծրագրով եւ մեծապես այն կապված է նաեւ նրա հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նախատեսում է երկարաձգել Պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակիցների պայմանագրերն, ասաց նախարարը։ Մեր փոփոխությունների բերումով 25 թվականին նախաձեռնած, բայց արդեն 26 թվականին դրանք կդառնան օրենսդրական որոշումներ, ազգային ժողովը կքննարկի, այն է Պաշտպան հայրենյաց ծրագիրը, որը 5 տարով էր նախկինում եւ 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար։ Մենք հիմա պայմանագիրը ավելացնում ենք եւս 2 եւ եւս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1.5 միլիոն 2 տարվա համար, այն է այսինքն հանրագումարը 7 եւ 5 տարի ծառայելու պարագայում եւս 5 միլիոն դրամ պատվովճար։ Նախարարը նշում է 2023 թվականի համեմատ 2025-ին զորակոչի 19% աճ է գրանցվել։ Սուրեն Պապիկյանը հերքեց նաև տեղեկությունը, թե իբրև Սև լճի հատվածում ադրբեջանական զինծառայողները ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին։ Նրա խոսքով հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով առանց զննություն անցնելու։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին ծառայության ընթացքում զինծառայողների մահվան 6 դեպք է գրանցվել։ Համեմատելով 2024 թվականի հետ Պապիկյանը շեշտեց մահացության թվերը 40%-ով պակասել են։ Որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման եւ երկուսը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ընդ որում այս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Արմալուրի հարցին, ինչ քայլեր են ձեռնարկվում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերն առհասարակ բացառելու համար, նախարար Պապիկյանը պատասխանում է. Այս հարցը լուծված չէ ու դրա համար կա մի պարզ պատճառ։ Բանակը շարունակում է լինել հասարակության մաս։
Կհիշեք, վերջերս տեսանյութ էր հրապարակվել դեռահասների մասնակցությամբ, ծեսկրտուքի եւ այլնի։ Այսինքն դա մի դեպք է, որը ուղղակի հայտնվել է ձեր ու հասարակության ուշադրության կենտրոնում, որը մեր հասարակության բաղկացուցիչն է։ Սա իրականությունը, որը մեր կյանքում կա։ Ու պատկերացրեք, այդ իրականությունը տեղափոխվում է փակ միջավայր։ Գալիս է բանակ։ Այս արդյունքները, որ խոսում եմ, մեր սպաների, մեր ռազմական ոստիկանության, մեր հոգեբանների, տարբեր օղակի մարդկանց հետևողական ու համակարգված աշխատանքի արդյունքն է, բայց սա բավարար չի։ Որպեսզի մենք կարողանանք այս խնդիրը ամբողջությամբ լուծել, լորեցու ասած պիտի ծուռը նստենք, դուզը խոսանք։ Այդ բոլորից խնդիրն է։ Անդրադառնալով նախորդ կիրակի ուխտերթին իր մասնակցությանը Պապիկյանը նշում է. ուխտերթին եւ կիրակնորյա պատարակներին մասնակցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես Պաշտպանության նախարար։ Ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որպես կառավարության անդամ եւ բնական է, որ սրանք իրար հետ փոխկապակցված դերեր են եւ այդ դերից ես ոչ միայն չեմ խուսափելու, այլև այո նշելու եմ, որ ես մասնակցել եմ որպես նաև պաշտպանության նախարար, որտեղ ես դրան զուգահեռ նաև քաղաքացի եմ, նաև քաղաքական գործիչ եմ, հարգելի գործընկերներ։ Ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ։ Իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չի, թույլատրելի, այլև խրախուսելի է։ Հիմա եթե տարբեր հանգամանքներից ելնելով կամ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բերումով ես քաղաքական գործունեությունից որոշակի գուցե նահանջել եմ, զբաղվում եմ իմ գործով այս պահին որպես պաշտպանության նախարար, բայց դա նույնպես քաղաքական գործունեության մաս է։ Պապիկյանը վստահեցնում է, բանակի արդիականացման գործընթացը չի դադարում, Հայաստանը շարունակում ու շարունակելու է իրականացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներ։ Միայն թե Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ։ Դա չի նշանակում, որ երկիրը կդադարեցնի զենք զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի գնումը կամ բանակի արդիականացումը։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։